Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեծ ժգրիտ և հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջին։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես Լեանա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ես ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Հայ շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Վազգեն Հովհաննիսյանը, Կարեն Մոլիտվինը, Անահիտ Մսրյանը և Լև Նալբանդյանը։ Գուշակելու է նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային ծննդավայրեր։ Ես այն խորին համոզման եմ, որ այնտեղ, որտեղ ծնվել ես, առավել ևս ապրել, թեկուզ եւ շատ կարճ ժամանակ, ունի իր ազդեցությունը մարդու վրա։ Այո, դու կարող ես կայացնել որոշում փոքրիկ գյուղաքաղաքից գնալ ապագա կերտելու համար, կրթություն ստանալու, կարիերա կերտելու եւ ընտանիք ստեղծելու համար ինչ-որ մի մեգապոլիս, բայց մոռանալ ծննդավայրը, ակունքները, որտեղից որ դուրս ես եկել, ուղղակի անհեթեթություն է։ Համաշխարհային շոու բիզնեսի բազմաթիվ մեգա աստղեր ծնվել են փոքրիկ գյուղաքաղաքներում, գյուղերում եւ դարձել են մեգա աստղեր լոկ այն պատճառով, որ մի օր որոշում են կայացրել թողնել իրենց ծննդավայրը եւ մեկնել մեգապոլիս նվաճելու մեծ շոու բիզնեսը։ Ոմանք իհարկե աստղերից մոռացել են իրենց ծննդավայրի մասին, իսկ որոշ աստղեր ընդհակառակը միշտ առիթը բաց չեն թողնում եւ հիշատակում իրենց ծննդավայրի մասին։ Հաստ է մի բան, որ ծննդավայրը երբեք չի մոռանում իր զավակներին եւ յուրաքանչյուրի մեջ ունենում է իր ուրույն դրսևորումը։ Դե իսկ մենք այսօր որոշեցինք անդրադառնալ մեր այսօրվա հայտնիների ծննդավայրերին ու լսել իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ Երբ ինձ հարցնում են, թե որտեղից եմ ես ծնունդով, պատասխանում եմ, որ իմ ծննդավայրը խորհրդային Լենինականն է։ Արտյոմ Կարապետյան։ Պապերս Հարսից, Էրզրումից, պապաս Կարնուտ գյուղից, մամաս Լենինական քաղաքից, ես Գյումրիից, տղեկս, աղջիկս Երևանից, հիմա ես որտեղից եմ։ Ծնվել եմ խորհրդային Լենինականում, մինչև 20 տարեկան ապրել եմ Գյումրիում, սովետիզմի մեջ է անցել մանկությունս, որը իմ համար միշտ եղել է ամենագունեղը։ Ներողություն արտահայտությանս, Կուրսկը որտեղ է գտնվում։ Կուրսկ այդ տղա։ Վերև տուլայ մոդը։ Հետո։ Կուրսկ այդ տղա։ Երկրաշարժից հետո իհարկե շատ բան փոխվեց, ոչ երկրաշարժի ժամանակ, այլ մի քանի ամիս առաջ մահացավ հայրս ու իմ կյանքում շատ բան փոխվեց։ Հետո եկավ այդ մոխրագույն ժամանակները, չնայած որ արդեն մտնում ենք պատանեկության փուլ, հետո երիտասարդություն, երևի մենք էլ ստեղծում ենք այդ ամեն ինչը, որովհետև չկար ինչ-որ մի բան, որտեղից կարելի է արտագրել, մենք ենք օրինում այդ ամեն ինչը, ինձ թվում է ստացվել է մեր մոտ։ Այդա Բերլինը։ Հանգիստ, տերերում, առած խուճապի, սարգիս, սմբատ, արժեն, հանգիստ։ Արտյոմն անկեղծ խոստովանում է, որ խորհրդային լենինականցիներն ու բնիկ գյումրեցիները մի փոքր տարբերվում են։ Ավելին, ինքը կարող է առաջին իսկ հայացքից հասկանալ, թե ով է իր դիմաց՝ բնիկ գյումրեցի, թե լենինականցի։ Գյումրեցիների ու լենինականցիների մեջ այո, տարբերությունը կա, նույնիսկ քեզ բառից ես կարող եմ հասկանալ, մարդը լենինականից է, թե պապերով գյումրեցի է։ Հիմա բառերով չեմ կարող ասեմ, բայց ես մի անգամից եմ հասկանում այդ մարդկանց։ Իդեր հասարա դու կագիկի մարես եկե գրա կագիկով սփաղվի։ Իսկ դու ընկեր Մեսրոպ։ Դու գնա այ այնտեղ պոստիտ վրա վերընկի։ Իսկ դու Ռուբեն տղա, լուսը վառել եմ ու պետք է վառեմ։ Ու այսօրից հետո էլ պետք է վառեմ։ Հիմա ես այդ ամեն ինչից ելնելով ինձ որ շերտի վրա կդնեմ, ես ինձ համարում եմ լենինականցի։ Իմ նման մտածողներ շատ կան, որոնք դեռ չեն կարող ասել Գյումրի, գյումրեցի, դեռ մեր սերունդի մեջ մնում է լենինականը, ճիշտ է, գիտեմ որ դա սխալ է, բայց ես մի քիչ դժվար եմ ասում, որ ես գյումրեցի եմ։ Դժվար հարց է, թե հումորը ում է պատկանում լենինականցիներին, թե գյումրեցիներին։ Լուրջ պատերազմական թեմա է, հիմա բարձրացնում, էլի։ Դու մոտավորապես հիմա ինձանից գիտես ինչ ես ուզում, Բաղեստինում
խաղաղություն։ Եվ չնայած որ Արտյոմը Երևան տեղափոխվելուց հետո սովորել է խոսել նաև առանց Գյումրվա բարբառի, սակայն երբեք չի փորձել թաքցնել այն։ Ավելին, այդ Գյումրվա բարբառը փոխանցում է իր խոսքին համ ու հոտ։ Հենց բարբառի կամ ակցենտի առումով ուսումնասիրություններ արել են, նկատել են, որ գյումրեցիների մոտ ակցենտը չի վերանում երբեք։ Իսկ լեննականցիները կարող են շրջանցել այդ ամեն ինչը։ Իհարկե բարբառը թաքցնել չեմ փորձում, բայց ես ինչու սկսեցի նախ Երևանում ապրելով բարբառս փոխել, որովհետև նախ նորմալ եմ համարում, որտեղ որ ապրում ես, այդ տեղած բարբառը օգտագործես, երկրորդը նոր բաներ իմ համար սովորելու, եւ երրորդը շատ բառեր կար, որ զրուցակիցներս միշտ ասում էին ինչ, բայց ես սիրում եմ, երբ որ մարդը ինչ որ բարբառի տիրապետում է։ Իսկ դա օգտագործել թեկուզ մեր բնակավարում, ըստ դա շատ լավ բան է, այդ կերպարներից շատ-շատերը լեննականցիներն են եղել ու լեննականի բարբառով խոսում։ Այս մարդը փախնիկը պոստեր ելնելուց։ Գիտեք ինչից է։ Որտեվ իր կյանքի մեջ իր հարցերը միշտ ուրիշներն են լուծել։ Թաղի տղեկը, մեծ աղբերները, ես իմ էլ ընդեղով կա։ Այս մարդը մենակ իր հարցերը չի կնալու։ Գյումրեցիները ավելի ավանդապաշտ են, որովհետև այն ինչը որ գյումրեցիների ընտանիքներում ցանկացած արարողություն որ տեղի է ունեցել, ավելի լավ է պահպանվել, բնական է, որովհետև ներկայացնելինը ստեղից ինչ-որ բան վերցնելով իրանց կենցաղում էլ է բան փոխվել, բայց գյումրեցու տանը դա չի փոխվել, որովհետև դա եղել է մնայուն։ Ռիթմով բարեք, երեխեք, ռիթմով։ Այդ ամենին Արտյոմ Կարապետյանը հավելեց. Որոշ լեննականցիներ համարել են ու մինչև հիմա համարում են, որ աշխարհի կենտրոնը լեննականն է, բայց ըստ իս ֆիզիկական կենտրոնը Հայաստանի դա Կոտայքն է ու ես ապրում եմ Կոտայքում։ Ցանկացած ժամանակ առիթ կա Գյումրի գնալու, կան հարազատներ, բարեկամներ, ընկերներ եւ պրոստը գյումրեցիների լիքը լավ։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային ծննդավայրերին, կուզեմ հիշատակել համաշխարհային թոփ մոդել Իրինա Շեյքի անունը։ Իրինա Շեյքը ծնվել է Ռուսաստանում, իսկ ավելի ստույգ Չելյաբինսկ մարզի փոքր գյուղաքաղաք Եմանժելինսկում։ Իրինան մեծանում էր անապահով ընտանիքում, այնպես որ դպրոցն ավարտելուց հետո ինքը որոշում կայացրեց տեղափոխվել Չելյաբինսկ, որտեղ բարձրագույն կրթություն ստանալու հետ մեկտեղ համագործակցում էր տեղի մոդելային գործակալությունների հետ եւ արդեն 2004 թվականում Սուպերմոդել 2004-ում ներկայացրեց Չելյաբինսկ քաղաքը։ Ճիշտ այնտեղ Իրինա Շեյքին նկատեց ֆրանսիական մոդելային ճիշտ այն սկաուտը, որը տարիներ առաջ նաև նկատեց ռուսական ծագում ունեցող եւս մեկ սուպերմոդել Նատալիա Վադյանովային։ Արդեն 1 տարի անց Իրինա Շեյքը նվաճում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի պոդիումները։ Իդեպ ասեմ, որ Իրինա Շեյքը հասցրեց նաև գերել Քրիշտիանո Ռոնալդոյի եւ հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերի սրտերը։ Ներկապային ինքը հանդիսանում է ամենապահանջված համաշխարհային թոփ մոդելներից մեկը, ինչպես նաև դաստիարակում է Բրեդլի Կուպերից լույս աշխարհ բերած աղջնակին Լեային։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Մեր ապուպապերը Էրզրումից են, բայց ճակատագրի բերումով եկան Ջավախ Կաշխար, որտեղ եւ հաստատվեցին, շարունակելով Հունանյանների այդ տարածաշրջանի ամենամեծ տոհմը՝ Աղասի Հունանյան։ Մեր ապուպապերը Էրզրումի Ջինիս գյուղից են եկել ու բնակություն են հաստատել Ջավախի Ախտկալագի շրջանի Արագվա գյուղն են հիմնել։ Ու այդ գյուղում արդեն տունուտեղ են դրել, մեծ գերդաստան են ստեղծել, գյուղի ամենամեծ ազգությունն են հունանյանները ու շատ սերտորեն կապված միմյանց հետ, մեր ազգից նշանավոր մարդիկ ունենք։ Ծնվել եմ Ախտկալագի շրջանի գյուղ Արագվայում ու ոնց որ Ջավախ Կաշխարի սրտում լինի ինքը։ Ունեցել եմ շատ հիանալի մանկություն, սպորտով էի զբաղվում, դպրոցում այն ժամանակները դե ես մի քիչ հիմն ասեմ էլի։ Դպրոցում կոմերի քարտուղար էի։ Գնացել եմ Ջավախում կոմերական ժողովների, մեկ էլ իմացա, որ Արարատ 73-ի կազմը եկել է Ջավախի Աբուլտինի հետ ֆուտբոլ խաղալու։ Գնացի ինձ ինչ տեսնեմ, Արարատ 73-ի այդ լեգենդար մարդիկ եկել են Ջավախ Կաշխար ու իրենց հետ միասին մեր հայ ազգի լեգենդար ծանրորդ Գյուրի Վարդանյանը։ Գիտեք ոնց ուրախացա։ Ասի ուզում եմ ձեր ստորագրությունը, կոստյումս հանեցի ու այդ սպիտակ սարոշկի վրա սկսեցին գրել ու ստորագրել։ Հետո որ հասավ Գյուրի Վարդանյանին, ասեց Աբջան ուր դե ստորագրեմ, այդտեղ չկա։ Փառացի
մեջքով, ասեց ու ինչ կպարաբիս, որ սպես մեջք ունիս, ասի ծանրորդ եմ, ինչքան կհանես արդյոք, ասի 130 կիլոգրամ, ասեց ումպես սուդս է մարդ հավատա։ Վերջը եկանք Խորեն Հովհաննիսյանը, մեկ էլ Յուրի Վարդանյանը, եկանք այդ սպորտ զալը, կոստյումս հանեցի, առանց ռազմիկայի դե ջավախցիները թող գլուխ գովալ չլինի, մի քիչ ուժեղ են էլի ֆիզիկապես։ Այդ մեր օդնուջուրը մեզ գերբնական ուժ ա տվել։ Միանգամից 130 քաշեցի, միանգամից հանեցի, ասեց «Դու այդ տղա սիրտդ կկայնի, ես ինչ կենես»։ Ասեց աղապ ես համարս կուդամ քեզի դպրոցը երբ կավարտես, ասի մի տարի հետո։ Ասեց կգաս Երևան, ես կօգնեմ որ դու անպայման ֆիզիկական ինստիտուտ ընդունվես, ասեց խորիկ մեր ապագա չեմպիոնն է։ Ուրախ եկա տուն, այդ սարոշկես անել եմ այնպես այնավուն թողել եմ, տատս տեսավ, այն որ սենց գլխին խփելով էս ինչ ես արի։ Ես աղ գյուղի հետ մեր ջահելությունը եկան որ էդի տեսնեմ, ման եմ գալիս չկա այդ սարոշկեն։ Տատս ասում եմ հայ կնի գուր է այդ սարոշկես։ Ասեց տենց խայտարագություն մենակ դու կարաս անես, գցել եմ թոնիր վառել եմ, այնց էլ լավ ո՞ց էր տալի։ Ես մարդը շորերով շաշա է։ Բայց հետո հերս ասեց այդ տղաջան, գնում ես ֆիզիկական ինստիտուտ ընդունվես, գալու ես գյուղում ֆիզիկայի դասատու աշխատես, ասեց դրանով ինչ տուն ես պահելու։ Ես էլ չգնացի սպորտի գծով, շարունակեցի դեպի արվեստի գծով։ Ու տենց հետո դպրոցը ավարտեցի, ու արդեն տեղափոխվեցի Երևան ուսանող։ Մի քիչ սովորեցինք տարբեր տեղեր, գնացի մի պահ գյուղում մնացի։ Աղասին 27 տարեկան էր, երբ ընդունեց որոշում տեղափոխվել Երևան, քանի որ իր մասնագիտությամբ աշխատանք գտնել հնարավոր էր միայն Երևանում։ 27 տարեկանում կնոջ ու երկու երեխեքս վերցրի ու եկա Հայաստան։ Ու փառք Աստծո տված շնորհքով եւ իմ մարդկանց հետ ջեր վերաբերմունքով ես կարողացա հասնել որոշակի աստիճանի, որ այսօր շնորհակալ եմ, որ արժանացել եմ բավականին մեծ հարգանքի ու սիրո մեր հայացքի կողմից։ Սենց մի հատ հայացքով նայեց կողքերը ուսումնասիրեց ու ես դեմքով լավ է ասա գրիշ ինչ ես կանչեն ձի մոտդ ասա ինչով կարամ քեզ օգնեմ պատկերացնում ես այդ գյադեն ուզում անձի օգնի Իմ միակ ցանկությունն էր որ իմ ծնողները իմ հետ ապրեն ինչ անում եմ իրենց տունը չեն կարող իրենք լքել իրանք որ չեն գալիս դիված ես եմ գնում որ իրենց մոտ լինեմ ծները մենակ չես գան եւ այնտեղի բոլոր ուրախ առիթներին մասնակցում եմ ուրախանում եմ եւ ուրախացնում եմ Աղասիին անձամբ ճանաչողները կհավաստեն որ ինքն իր խառնվածքով ջավախ աշխարհի վառ ներկայացուցիչներից է Մեր ջավախցիների մոտ մի քանի լավ դրական բաներ կա, որ թասիպով են իրար բռնող են։ Եթե երկու ջավախցի ջավախում իրար հետ չունեն, բայց դրսում մեկի հետ թեմա եղավ, այն մեկի կողքն է կանգնում, որ մենակ չես գա։ Աղու հացով է ու աշխատող, ստեղծող մարդիկ են։ Քարից կարող են ստեղծել ամեն ինչ, որ տունը լավ պահեն։ Ախր այդ զվարթի ազգուցեղի համար ավելի շատ բան եմ արել, քան իմ հարազատների։ Բայց այդքանից հետո էլի դժգոհում են, այ մարդ։ Ես զոքան չես։ Քրոջը վերցրել եկել ավերես կռիվ, թե այդ մուննած սեթոյին ինչի աշխատանքի չես ընդունել։ Այդ ամենին Աղասի Հունանյանը հավելեց. Փոքրուց Երևանը շատ եմ սիրել։ Ու ասում էի, որ մեծանամ, գնալու եմ անպայման Երևանում ապրեմ։ Ասուկամոք ստացվեց այդ ամեն ինչը։ Հետո որ եկա ուսանողական տարիներին, ես ավելի շատ սիրեցի Երևանը։ Ու հիմա գնալով ավելի շատ եմ սիրում։ Նույնիսկ ինձ դրսում լավ գործ են առաջարկել եւ Եվրոպայում, եւ Ռուսաստանում։ Լավը իմ համար մայր Հայաստանում է։ Եվ Հայաստանը եւ Ջավախը իմ համար երկուսն էլ հայրենիք է, որ շատ սիրում եմ։ Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային ծննդավայրերին եւ կուզեմ հիշատակել հայտնի рэփեր Եգոր Կրիդի անունը։ Եգոր Բուլատնիկով այդպես է ներկայիս երիտասարդության կուրքի իրական ազգանունը ծնվել է Պենզայում։ Ինքը դեռ փոքր տարիքից սկսեց գրել բանաստեղծություններ եւ տարված էր հիփ-հոփով։ Հայտնի փաստ է, որ ռուսական շոու բիզնեսը Եգոր Կրիդը սկսեց նվաճել համացանցի միջոցով ժամանակ առ ժամանակ տեղադրելով այնտեղ իր հեղինակած թրեքերը։ Հաջորդիվ Եգոր Կրիդը ստացավ հրավերք Մոսկվայից, որտեղ համագործակցեց Timothy հիմնած լեյբլի հետ։ 2014 թվականին արդեն Եգոր Կրիդը ստեղծեց իր ամենա թրեքը, որը միանգամից գրավեց բոլոր հեղինակավոր հիթ-շքերթերի առաջատար հորիզոնականները։ Եվ արդեն 2025 թվականի դրությամբ այս երգի YouTube-յան դիտումները գերազանցում են 200 միլիոնը։ Եգոր Կրիդն արդեն հասցրել է ձայնագրել 5 ձայնասկավառակ, նկարահանվում է տարբեր հեռուստաշոուներում, ինչպես նաև մասնակցել է մի քանի հեռուստատեսային նախագծերում, որոնց թվում են Հոթել Էլիոտ, Շոկը եւ Ոչ իդեալական տղամարդը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցների։
Ծնվել եմ Վայքում եւ մինչեւ 37 տարեկան ընտանիքիս հետ ապրել եմ հենց այնտեղ։ Ես սիրում եմ իմ ծննդավայրը եւ երջանիկ եմ, որ իմ թոռնիկները, որոնք ծնվել են արդեն Երևանում, շատ սիրում են Վայքը։ Հակոբ Հակոբյան 1828 թվականին Սալմաստից մերոնք եկել են Վայքի ազատեք գյուղ, 30 ընտանիք եկել ու հիմնվել են այդ գյուղում։ Կարող եմ Մլքոյի գյուղը շարունակեմ, որ Մլքոն ունեցել է 5 տղա, դրանցից մեկը Հակոբն է եղել։ Հակոբն ունեցել է 2 տղա, Խաչատուրը եւ Սեփանը։ Սեփանը շատ ջահել մահացել է, ժառանգներ չի ունեցել, բայց Խաչատուրը ունեցել է 1 տղա, որը իմ պապն է եղել, մնացական անունը։ Այդ տղեն մեծացել, ամուսնացել, ունեցել է արդեն 8 երեխա, 3 աղջիկ, 5 տղա, որոնցից մեկը իմ հայրն է եղել Վալոդը։ Ես Վալոդի տղեն եմ, այդ գարն էլ իմ տղեն ու մեծացա Վայքում, ավարտեցի Վայքի 2-րդ միջնակարգ դպրոցը։ Ես 37 տարեկանում եմ Վայք թողել, իմ ընտանիքով տեղափոխվել եմ Երևան, երեխեքիս ապագայի համար շատ դժվար էր, բայց մենք այդ քայլին գնացինք հավատալով մեր ապագային։ Էջի կորկոնվի անցավ գնաց, մանկությունը Մի խոսքով քո ծննդավայրը այս տարիքում արդեն կարևոր դեր է խաղում քո կյանքում, որ դու զգում ես ապրել ես միտեղ, մի հատ հիրանալի ժամանակներ, երբ կային շատ մեծ հարազատ ընտանիքներ, որոնք հիմա գնում ես բացակայել են, չկան, ու դու այդ պատմությունները հիշելով, իրանցով ապրելով, մի խոսքով դրանք ամեն ինչի եւ սկիզբն էին եւ շարունակությունը։ Հակոբ Հակոբյանն անկեղծ խոստովանում է, որ երբեք չի կորցրել կապը Վայքի հետ եւ ոչ մի առիթ բաց չի թողել գալ ծննդավայր եւ իր չափով օգտակար լինել ծննդավայրին։ Սիլվան երբ որ դարձավ 20 տարեկան, Սիլվան ճանաչում էին շատ անուն ուներ եւ իր 20-ամյակը մենք որոշեցինք Վայքում իր անգերների հետ նշենք։ Շատ գեղեցիկ մեծ համեր ունեցանք, ամբողջ գումարը նվիրաբերեցինք Վայքի մշակույթին։ Ավարտեց մի պատմություն ու դարձավ հիշողություն, հուշերի անհակ ծովում։ Երկրորդը Վայքի 55-ամյակն էր, որոշեցինք, որ շատ մեծ համերգով այս անգամ հանդես գալ դարձյալ Արևիկ մարզադաշտում, բայց արդեն նկարահանումներով, մեծ էկրաններով, բարեգործական այդ համերգը։ Զգում եք այդ ժողովրդի սերը հանդեպ Սիլվային, հանդեպ մեր ընտանիքին ու մենք էլ այդ նույն սերը վերադարձնում ենք մեր զորի ժողովրդին։ Հակոբ Հակոբյանը Վայքից տեղափոխվեց Երևան իր կնոջ եւ 3 զավակների հետ։ Երևանում իր 5 հոգանոց ընտանիքն ընդլայնվեց։ Զավակները կազմեցին իրենց ընտանիքները, ունեցան զավակներ։ 7 հրաշք թոռնիկ, որոնցից յուրաքանչյուրն ուղակի սիրահարված է Վայքին եւ այնտեղի բնությանը։ Մանես արդեն ունի 3 երեխա, 2 աղջիկ, մի տղա։ Սիլվաս ունի 2 աղջիկ, Էդգարս ունի 2 աղջիկ։ Ես Անահիտն եմ, կարճ ինձ բոլորը դիմում են Անուլիկ, 14 տարեկան եմ, ծնվել եմ Երևանում, նկարչուհի եմ ուզում դառնամ, ավելի կոնկրետ իլյուստրատոր, շատ նկարներ եմ նկարել եւ նույնիսկ ունեմ իմ սեփական էջը, որտեղ ես գցում եմ իմ նկարները եւ բոլորին բացատրում այդ նկարների իմաստը։ Հաճախում եմ ես Թումո որպես նախասիրություն։ Լեզուներ եմ սովորում տարբեր, անգլերեն, հիմնականում ռուսերեն, ճապոներեն, որովհետև այդ ասիական կուլտուրան ինձ շատ է հետաքրքրում։ Հայկական մեր այս մշակույթը գույներ ունի իր մեջ, որ շատ վառ են, Սարյանի նման։ Իսկ ճապոնականը ավելի մեղմ ու ամեն ինչ ավելի սահուն է։ Ես Վալերի Մանասյանն եմ, 12 տարեկան, զբաղվում եմ ֆուտբոլով արդեն 3 տարի, բայց դրանից առաջ զբաղվել եմ կարատեով։ Նպատակս այն է, որ դառնամ շատ հայտնի ֆուտբոլիստ, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհով։ Սիրում եմ նկարել, շատ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, ու շատ սիրում եմ իմ բոլոր փոքր քույրիկների հետ խաղալ։
Ես Լիկան եմ, 10 տարեկան, հաճախում եմ երգի, ընկեր Հրանուշի մոտ, մեկ է դաշնամուր եմ հաճախում, Աննա Էդվարդ-Կեսևնայի մոտ։ Ես նրանց շատ եմ սիրում։ Դպրոցում շատ լավ եմ սովորում եւ սիրում եմ անգլերեն լեզուն։ Ռուսերենն էլ եմ սիրում։ Մենք ունենք ստուդիա, որտեղ հայրիկիս հետ իմ երգերն ենք ձայնագրվում։ Իմ նպատակն է, որ դառնամ աշխարհահռչակ երգչուհի։ Ցանկանում եմ, որ ինձ բոլորը սիրեն եւ ես նրանց ուրախացնեմ իմ նոր տեսահոլովակներով։ Ես ունեմ փոքր քույրիկ, 8 տարեկան, եւ ունեմ մի հատ շուն։ Դեսիլոյս Միլայի պահով ասեմ, որ բլոգեր շայա, մոտ 100,000 հետևորդ ունի։ Նայ, միա լուսինկա, միա արև, միա մոլորակ, խառնում ենք, դառնում եմ մեծ սիրտ, ես քեզ այսքան սիրում եմ։ Դե են փոքրն էլ արդեն իր այդ միասին այդ գործերով են զբաղված, չգիտեմ իրանք վերջը ինչ են դառնալու։ Ադում փշկոլոտ, մորկալի լակոտ, դու ինչի տերես, որ գասն չովը, կթովը, իմ ջուրը պոտորեց, բունեմ դունչըտ, կտովի սունչըտ։ Մանկուց շատ եմ գնացել վայք, մինչ հիմա էթում եմ ընդել։ Ինձ դուր է գալի ընդեղի բնությունը, ընդեղի աուրան եւ շատ ենք մենք գնացել տատիկ պապիկի ծանոթների տուն եւ ես նրանց բոլորին շատ եմ սիրում։ Այլ մենք շատ ենք սիրել գնալ հեղից տատիկի տուն։ Չլիներ վայքը, ես չէի իմանա, որ Հայաստանը ինքը լեռնային էր լինելու։ Հայաստանը նկարագրող իմ հիմքը այդ վայքն է։ Իհարկե տատուց հələ շատ բաներ կսովորեք դուք, բայց ես մեկը միշտ իմացեք ինչ հիմա ես կասեմ։ Իշո իշթարի փրթե, ուրեմն հալբատ երևի։ Դա նշանակում է ոնց որ թե։ Գարունքները բասվեին ու գարունքի ալվարդերը շատանար։ Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային ծննդավայրի թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել ռուսական հայտնի դերասան Ալեքսանդր Պետրովի անունը։ Փաստեմ, որ Ալեքսանդր Պետրովը ծնվել է Պերեսլավլ-Զալեսկում եւ այդ ամենի հետ մեկտեղ փաստեմ, որ մինչեւ հայտնի դառնալը ինքը անցել է բավականին երկար ու բարդ ուղի։ Ինքը նախ ընդունվեց Պերեսլավլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, որտեղ խաղում էր տեղի ուղը A թիմում, ինչպես նաև անտրեպրիզային ստուդիա, թատրոն ստուդիայում։ Ստացվեց այնպես, որ փառատոններից մեկի ժամանակ Ալեքսանդր Պետրովը ծանոթացավ գիտիսի դասախոս Լեոնիդ Խեյֆիսի հետ եւ կարելի ասել, որ այս հանդիպումն իր համար շրջադարձային է։ Ինքը թողեց տեղի համալսարանը եւ տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ընդունվեց գիտիս հենց Խեյֆիսի կուրս։ Արդեն 2010 թվականից Ալեքսանդր Պետրովը սկսեց նկարահանվել եւ ներկապահին կարելի ասել, որ իր ֆիլմադարանում կան բազմաթիվ հաջողված դերեր, որոնցից կարող եմ թվել Յոլկի երեքում, Մեթոդում եւ Ռուբլովկայի ոստիկանում։ 2019 թվականին մեծ էկրան բարձրացավ Լուկ Բեսոնի Աննա ֆիլմը, որտեղ Ալեքսանդր Պետրովը խաղաց հերոսներից մեկի կերպարը։ 2013 թվականից դերասանը խաղում է նաեւ Երմոլովայի անվան թատրոնում։ Տեսքես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Եթե հարցնեք, թե ինչն է բնորոշ կապանցիներին, որոնց անբաժան մասնիկն եմ ես, կպատասխանեմ՝ կրթության հանդեպ եղած մեծ սերն ու ձգտումը դեպի գիտելիքներ։ Արամ Դանելյան։ Ընտանիքի գենետիկան սկիզբ է առնում Սյունիքի մարզի Կապանի Շիկահող գյուղից, շատ հին գյուղ է, հետո արդեն իմ պապը արդեն տեղափոխվել էր Կապան, որտեղ որ ծնվեցին իր երեխաները, փոքրիկ զավակը իմ հայրն էր, Հրան Դանելյանը, մենք էլ եղբայրներով ծնվել մեծացել ենք Կապանում։ Մայրական կողմս Բարաբաթումից է, Բարաբաթումը համարվում է բանավան, մի թաղամաս Կապանում։ Հայրս, պապս, նախապապս բոլորը բնակվել են իրենց ամբողջ կյանքը Կապանում, բայց մենք երեք եղբայրներով ամեն մեկս մի ժամանակաշրջանում տեղափոխվել ենք
մայրաքաղաք, մինչև այսօր մշտական իհարկե բնակվում ենք Երևանում, բայց համարյա ամիսը 1-2 անգամ լինում ենք Կապանում եւ մեր երեխաները նույնպես բավականին հաճախ են լինում, մենք աշխատում ենք գոնե ամառային արձակուրդները եւ ամանորյա տոներին անցկացնել Կապանում։ Կապանում հիմա մեր տանը բնակվում է մայրս, իհարկե հիմնականում լինում է այստեղ, բայց ամառվա շրջանում լինում է այնտեղ հենց մեր բնակարանը, որտեղ որ գտնվում է, այդ շենքի առաջին հարկում գործում է հայրիկիս Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանը, անպայման մեզնից ինչ որ մեկը այնտեղ միշտ լինում է։ Վստահ եմ, որ մեր հենց 3 եղբայրներիս վրա թե մասնագիտական, թե մարդկային, թե դաստիարակչական առումով Կապանում ծնվել եւ մեծանալը մեծ նշանակություն է ունեցել, դա անհերքելի փաստ է։ Գենետիկական առումով մեր երեխաների վրա էլ է դա ազդեցություն ունենում։ Ինչ աչք եմ բացել, ես տեսել եմ այդ հյուրասիրությունը, որ ասում են հացով մարդիկ, մյուս դրական բանը, որը որ ընդգծվում է կապանցին, դա հարևանությունն է։ Հարևանները մի բռի պես են։ Ուրեմն ասիր չես կարող, հա? Ասիր իրիկունը, հա? Հա։ Կներես Գասպար ջան, հոպ, Բաստող շուտեր, ում եմ ասում, բաստող, երեխեք գտես, տղերքս կտեսնեմ, բաստող շուտերը։ Մյուս կետը, որը որ բնութագրում է կապանցուն, դա կրթվածության բարձր մակարդակն է։ Կապանում ամենուր հոսում են գետեր եւ Կապանում ամենուր անտառներ են, այգիներ են, ծառեր են եւ հայրս որպես գեղանկարիչ ազդվել է հենց հայրենի բնությունից, իր ստեղծագործություններում դա արտացոլվում է շատ ակնհայտ։ Արամն անկեղծ խոստովանում է, որ իր հայրիկի հայտնի նկարիչ երչանքահիշատակ Հրանտ Դանիելյանի համար Կապանը մի ուրիշ աշխարհ էր։ Ինքն այնտեղ զգում էր իրեն կարծես ձուկը ջրում եւ չէր պատկերացնում, որ կարելի է գոնե 1 շաբաթ անցկացնել որևէ այլ վայրում։ Կապանը իր համար դրախտ էր եւ Կապանով ինքը եւ հպարտանում էր եւ ապրում էր եւ ուրախանում էր։ Նաեւ շատ հայտնի ճանաչված եւ սիրված մարդեր այնտեղ, այդ էներգիան էլ էր ինքը ստանում Կապանցուց։ Իհարկե հետո արդեն Կապանցին իր գնահատականը ակնհայտ սկսեց ցույց տալ հայրիկի հանդեպ եւ հայրիկի հիշատակի հանդեպ եւ այդ ամեն ինչի ականատեսն ենք մենք հիմա լինում։ Վերադառնալով Արամին, փաստենք, որ ի տարբերություն հայրիկի, ինքը ուսման նպատակով եկավ Երևան, որտեղ հետագայում դասավորվեց թե իր անձնական եւ թե ստեղծագործական կյանքը։ Սակայն Երևանից Կապան ինքը գնում է գրեթե ամեն շաբաթ։ Ինձ մեղավոր եմ զգում, որ իմ կյանքի որոշակի ժամանակաշրջան, հատված ես բաց թողեցի Կապանի օդը շնչելու հնարավորությունը եւ Կապանը վայելելու հնարավորությունը, երբ իմ ծնողներն այնտեղ էին եւ կարելի էր այդ զգացողությունները զգալ նրանց ներկայությամբ։ Եվ միշտ հիշում եմ հորս խոսքերը, որ հաճախակի եկեք Կապան, որ հետո չփոշմանեք։ Սա ճակատագիրն է որոշել, որ ձեր ծննդավայրն է եւ դուք պետքա հպարտանաք ամենտեղ, որ դուք այստեղից եք։ Շատ եմ սիրում Երևանը։ Երևանը իմ համար մի ուրիշ հասկացողություն է, ուրիշ էներգետիկա է եւ այն կարեւոր հատվածները իմ կյանքի տեղ են ունեցել Երևանում եւ ես կարծում եմ ես իրավունք ունեմ ինձ համարել նաեւ երևանցի։ Ամենից ամենան շարունակում է իր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային ծննդավայրերի մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Ծնվել եմ Լորվա մարզի Վանաձոր քաղաքում 1988 թվականին։ 2 ամսական է, երբ տեղի ունեցավ Չարաբաստիկ երկրաշարժը։ Կիրովականի հետ ինձ կապում են մանկության, պատանեկության եւ վաղ երիտասարդության հուշերը։ Արմեն Դալաքյան։ Ծննդով Լորվա մարզ, քաղաք Կիրովական, որ այժմ Վանաձոր։ Ծնվել եմ հոկտեմբեր ամսին 1988 թվականի երկրաշարժի տարին։ Միշտ մայրիկս պատմում է, որ իմ կառավաթը որտեղ դրված է, պահարանն էր դրված, պահարանի վրա էլ բնական թվերին դե գիտեք, վեշերը բավականին շատ են, ու երբ որ ես սկսեցի լացել, մաման վերցրեց, որ ինձ կերակրի ու երկրաշարժը սկսում է ու հենց այդ պատը բլվել է, ու այդ պահարանը խառը հենց ընկել այդ կառավաթի վրա։ Եթե իրոք չլացե, ես հիմա
այստեղ չէր լինի։ Երկրաշարժի տարիներին բնականաբար շատ դժվար տարիներ, հենց այդ ժամանակ մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն, մանկապարտեզ հենց այդ ժամանակահատվածներում։ Հետո նորից վերադարձանք Հայաստան Կիրովական, ընդունվեցի առաջի դասարան։ Կիրովականում 2 դպրոց եմ փոխել, որտեղ տատիկս դաս էր տալիս այդ դպրոցը։ Ավարտեցի Կիրովականի դպրոցը 2005 թվականին եմ ավարտել։ Այդ դպրոցական կյանքը շատ հետաքրքիր էր, անկեղծ վայելում ենք բակային խաղերը, Կիրովական փոքրիկ քաղաք, բոլորը իրար ճանաչում են, շատ հավես էր անցնում։ Ընդունվեցի Կիրովականի ինստիտուտը, ինստիտուտը ավարտելուց հետո նոր արդեն տեղափոխվեցինք Երևան։ Երևանում ավարտեցի Գիտությունների ազգային ակադեմիա մագիստրատուրա իրավաբանական ու երկրորդ կուրսում ես շփոթական հրավեր եմ ստանում։ Հանրային հեռուստաընկերության Աննա հեռուստասերիալում հրավերը ստացա, նկարահանվեցի ու հասկացա ոչ պատմերավագիտականն է իմ, ոչ իրավաբանականը, այլ դերասանականը։ Ու հետո արդեն սովորեցի թատերական, ավարտեցի, ու արդեն հիմա զբաղվում եմ իմ ճիշտ մասնագիտությամբ։ Անգից կթողնես ինձ։ Գնա կամար բարի։ Գնա ասում եմ։ Արմենն անկեղծ խոստովանում է, որ Վանաձորից Երևան առաջինը տեղափոխվեց ինքը, ապա մայրը, որը հատկապես սկզբնական շրջանում չէր կարող հարմարվել մայրաքաղաքի աղմկոտ անցուդարձի հետ։ Մաման երբ որ եկավ Երևան, անգամ պանիկայի մեջ ընկավ, օ, ես ես մեզ քաղաքում չեմ կարող ապրել։ Ու սկսվեց արդեն նորից հարազատ բարեկամություն։ Մեր բարեկամները հիմնական կեսն էլ տեղափոխվեցին Երևան, հիմա ամբողջը այստեղ է։ Առացարակ ասում եմ, որ լոռեցիները միամիտ են ու մի քիչ երկարացնելով են խոսում։ Ինստիտուտի տարիները, երբ որ ես Կիրովականում սովորում էի, մեր կուրսում կային 5 ուսանողներ, որոնք Երևանից են ու շփում ես իրանց հետ էր։ Ու այդ ընթացքում երբ որ դու իրանց հետ շփում ես քաղաքի լեզվով, ավտոմատ քո լոռվա ակցենտը բացակայում է։ Երբ որ արդեն տեղափոխվեցի ես Երևան, ակցենտով չեն ասում, էլի որ դու լոռեցի ես։ Մեր տան մեջ մաման ու աղբերս ասեն բնիկ լոռեցու ակցենտով են խոսում։ Իսկ որպես բնավորության, որպես լոռեցի, դե միամիտը կարա լինի տարբերակ։ Լոռեցիք բնականաբար հյուրընկալ են, ընկերասեր են, դա մոտս կա ու կմնա հավեր։ Ամեցեք։ Վարչյան, միայն իմ քաշած գինուց բեր, թող այս զովաշենցիկ իմանան, որ գինու կողմից էլ իմ կոլխոզին չեն հասնի։ Համեցեք։ Արմենն անկեղծ խոստովանում է, որ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով հաճախ չի կարող վերադառնալ իր ծննդավայր, սակայն երբ ընձեռնվում է նման առիթ, ինքը երբեք այն բաց չի թողնում։ Ես ու եղբայրս որոշեցինք գնալ այն տեղերը, որտեղ մենք մանկություն ենք ունեցել։ Հավատացեք, ոչ մի բան չէր փոխվել, նույնն էր մնացել։ Անգամ մեր հին տունը, որտեղ ծնվել, մեծացել ենք, անգամ այդ տան հայաթի գտնվող ծառը բնականաբար հիմա շատ մեծացել էր, այն ժամանակ շատ փոքրիկ էր։ Հարևաններն են նույնը մնացել, այսինքն այն կոլորիտը, որը իմ մանկությունը անցել է այդ բակում, ինքը նույնը մնացել է։ Այն հարցին, թե ինչպես դասավորվեց Արմենի հարաբերությունները Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը։ Երևանը ինձ շատ սիրով ընդունեց, ինչի համար ես շնորհակալ եմ Երևանին, ու ես Երևանում ինձ օտար չեմ զգում, կապ չունեի։ Եվս մեկ ամենից ամենաաստղային մասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է իր ծննդավայրի մասին, դե իսկ ես առաջ չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Հորական կողմս Վանաձորից է, մորական կողմը Գյումրիից։ Ես ծնվել եմ Վանաձորում, իսկ ապրում եմ Երևանում։ Մանան Գարուկյան։ Ես ծնվել եմ Վանաձորում, բայց իմ արմատները գալիս են հեռավոր Խարբերդից, հայրիկի հորանունը հայ որդի էր եւ նա ծնունդով Հալեպից էր, բայց Խարբերդցու զավակ էր։ Ջարդի ժամանակ նրանք տեղափոխվել էին Հալեպ քաղաք եւ 46-ին արդեն տեղափոխվել են Վանաձոր։ Եվ այնտեղ հանդիպելով իմ լոռեցի տատիկին, տանիք ստեղծեցին, ծնվեցին 3 տղաները՝ Հենրին, Գարուկյանը, հայրս Նոյտև Գրիգորը եւ Սարգիսը։
Մայրիկիս կողմից ես գյումրեցի եմ, բայց տատս խարսեցի էր, իսկ պապս Անի քաղաքից էր։ Անահիտը ամենափոքրն էր իմ մայրը։ Ուսանելու համար Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում դպրոցը ավարտելուց հետո անմիջապես տեղափոխվում է Երևան։ Այդ ընթացքում ծանոթանում է հորս հետ, Հենրի Գարուկյանի հետ, որը եկել էր Վանաձորից, նա էր այն ժամանակ գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսաներ։ Մանան Գարուկյանն անկեղծ խոստովանում է, որ Վանաձորի եւ Գյումրիի կոլորիտն ու մշակույթը ներդաշնակորեն համադրվել են իր ընտանիքի մեջ։ Այդ երկու քաղաքների մշակույթը, կոլորիտը խոսում են բոլորիս մեջ։ Քանի որ հայրս նկարիչ էր եւ մայրս երաժշտագետ, մեր ընտանիքում հետաքրքիր ազատություն կար, որ բոլորս գիտեինք մեր անելիքը, գիտեինք մեր տուն գալու ժամը։ Եվ այդպես դաստիարակվելով մենք էլ դառանք արվեստի մարդիկ։ Ան գիտությունով կչալ է։ Մեսի պես այնօյնով ոչի չալ է։ Եղբայրը զուգահեռ մենք ավարտեցինք բարձրագույնը, ես կոնսերվատորիայի ջութակի բաժինը, իսկ Մուշոն ինքը գրաֆիկ դիզայներ է, մայրս։ Ռոմանոս Մելիքյանի ամենահին դասախոսներից է, որը մոտավորապես 53 տարվա ստաժ ունի։ Մանան Գարուկյանն առանձնահատուկ նրբանկատությամբ խոսում է իր հոր, հայտնի նկարիչ Հենրի Գարուկյանի մասին, որն իր աշխատանքներում հաճախ էր վերադառնում իր ծննդավայրի բնությանը։ Հայրիկի մոտ չի ասի, որ այսպես նայում ես իր նկարչությանը եւ կարող ես տեսնել Վանաձորի բնություն։ Կա 1-2 պեյզաժներ ունի, բայց ես պետք է շեշտեմ մի կարևոր պերիոդ, որ ինքը կյանքի վերջին տարիներին վայելեց ուղղակի։ Սերգո Երիցյանը, որը Լորվա հայրենակցականի միության նախագահն էր, հրավիրեց հայրիկին մասնակցելու Լորվա հայրենակցականի կազմակերպած պլեներին, հենց այնտեղ, Օձունում, Մարցգյուղում եւ մի քանի այլ բնակավայրերում մի 15 գործ այդ պլեներին նկարել էր։ Վերջում արդեն նկարիչների միությունում այդ բոլոր նկարիչներից հավաքեցին այդ նկարները եւ մեծ ցուցահանդես արեցին։ Հենրի Գարուկյանը ինքը, որ նայում ես իր արվեստին, դու տեսնում ես արևմտաեվրոպական եւ հայկական նկարչության սինթեզ։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ Երևանում 73 թվականին, երբ որ նա նկարել էր առաջին իր կտավ յուղաներկը, որը կոչվում է Ծաղիկով աղջիկ, փոքրիկը։ Դա ես պահպանել եմ տանը։ Դրանից հետո նաև Հայաստանի նկարիչների միությունը ունեցավ 84 թվականին արդեն իր անհատականը եւ երրորդ հարկի սրահում եղավ։ Շատ բեկումնային տարի էր դա։ Այդ տարի բացվել էր նաև Մինասի անհատականը երկրորդ հարկում։ Դեմիրճյանը շքախմբով գալիս են միություն, տեսնում է հայտագիրը եւ ասում է պետք է տեսնեմ ես ով այս նկարիչը ես չեմ ճանաչում։ Շատ հավանել էր, որը ընդհանրապես կապ չուներ այդ տարիների սոցիալիզմի հետ եւ շատ դեպքերում իրեն հենց այդ պատճառով էր որ 15 տարի չէին տալիս արվեստանոց եւ ասում է ներեցեք ես չէի ճանաչում բայց շատ հետաքրքիր է ձեր արվեստը կարող եմ իմանալ ինչի կարիք ունեք դուք հայրս էլ ասում ես ոչ մի բանի կարիք չունեմ այն դեպքում որ ոչ տուն ուներ ոչ արվեստանոց 10 օր հետո զանգում են մեզ ասում են կներեք էլի այդ նույն մերժողները կարող է ցանկանաք հարավարումიდან թաղամասում արվեստանոց 2 հարկան 3 օր էլ ասում է զանգում են ասում բարև ձեզ կներեք կարող է 16 կվարտալում մի հատ բնակարան կա 3 սենյակ կարող է ուզենաք այդ էլ այդտեղ ենք ստանում դրանից հետո ինչքան անհատականներ եւ շրջագայություններ գնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մոսկվա, Բեյրութ, Լոնդոն, այդ ամեն ինչից հետո ինքը 2008-ին նկարեց երկրորդ կտավը Ծաղիկով աղջիկը։ Շատ հավանեցին Մուշոն եւ մեր հասը Աննան եւ այդ Ծաղիկով աղջկան լսին ու սիրուն տարան իրենց տուն։ Ես շատ տխրեցի էլի։ Հայրս ասեց չտխրես, հիմա տես ես քո համար ինչ եմ անում։ Նույն տարվա ընթացքում նկարեց երրորդը, ավելի մեծ էր չափերով եւ լրիվ ուրիշ մեկնաբանություն էր։ Այն հասունացած վարդեր են լինում, որ այսպես բացված այդ վարդով աղջկան մի ուրիշ գեղեցկուի նկարեց եւ ոնց որ ինձ նման էր։ Այդ ամենին Մանան Գարուկյանը հավելեց. 9 տարի անցել է նրա հեռանալուց հետո, մոտեցավ արդեն 75-ամյակը։ Գնացի նկարիչների միություն, Սուրեն Սաֆարի հետ խոսեցի, ամեն պայմանավորվեցի։ Ուզեցանք այդ 1.5 ժամը նվիրել հայրիկին եւ հենց միության երրորդ հարկի սրահում։ Սա սովորական համերգ չէր։ Ես էի մասնակից, իմ դաշնակարուին Աննա Իշխանյանը, մենք ավարտեցինք Ամիրխանյանի Կարմիր ծաղիկ մգարունի երգով։ Այդ ընթացքում Վարդանի վարդերը մտան եւ շքեղացրին բոլոր կանանց եւ աղջիկներին,
ծաղիկներ եւ փնջեր նվիրելով։ Հաջորդ տարի արդեն այս նույնը Հայաստանի մարզերով պիտի պտտեմ եւ առաջինը Գյումրի, Վանաձոր, այնտեղի արվեստի կոլեջի ուսանողների համար է սա։ Նպատակը սա է՝ հանրայնացնելով ժամանակակից հայ գեղանկարչությունը, զարգացնել այսօրվա երիտասարդ նկարիչներին։ Եկել է պահը Օվենա խորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Դեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Այս ամենահետաքրքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենա խորագրի հերոսը։ Его все знают, а я нет. Лев Бандерас. Этот Антонио Бандерас. Антонио Бандерас. Антонио Бандерас. Антонио Бандерас. Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս ավելեմ, որ մեր երկիր մոլորակը հավասարաչափ բաշխում է իր տաղանդավոր զավակներին՝ երգիչներ, դերասաններ, գիտնականներ, գրողներ, նկարիչներ, եւ նորմալ է, որ նման մարդիկ հնարավոր է որ ծնունդով լինեն շատ խուլ տեղերից։ Եվ հենց նման հայտնի մարդկանց միջոցով աշխարհը ճանաչում է այդ փոքրիկ գողտրիկ վայրերը։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնցներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում էր հաջորդ եթերին։ Դες մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։